Սպասում ենք պատասխանի, դեսպանը իմ տպավորությամբ դեսպանը տեղյակ չէր եւ նորը հարցում տվել, ինքը խոստացավ, որ մոտակա ժամանակներում կստանա պատասխանը եւ կփոխանցի մեզ։ Դուք նշեցիք, որ այդ որոշումը ապօրինի է նմուշարման, որովհետեւ իրենք ընդհանրապես Այո, մենք դա նշեցինք, բայց իր ասելով, իրեն ասել են Վրաստանից, որ իրավունք ունեին մեքենաները բացեին, նմուշարում անեին եւ ուղարկեին անալիզի։ Որ ընթացակարգով մաքսային, եթե չի կարողանում դա բացի, ինքը չի կարողանում դրա պատասխանը տա, ինքը ուղղակի ասում է, որ ինձ այդպես են տեղեկացրել Վրաստանից։ Մենք չենք ստացել որևէ հիմնավորում, մեր մեքենաները կանգնեցել են, բեռը բացվել է, նմուշարումը արվել է եւ մենք դրա մասին ոչ մի թուղթ չունենք։ Ոչ ակտ, ոչ, չէ, այդ հարցը չենք տվել, ինքն էլ չէր կարող դա պատասխանել։ Սերևույթի Մենք սպասում ենք, խոսք ենք տվել, սպասենք այս մոտակա 1-2 օրը, հետո նոր Սերևույթի նորից կգանք։ Չէ, ինքը ասեց կարող է նաև այսօր լինի, բայց կարող է 2 օրից լինի։ Իսկ պահանջը կառավարությունից, Հայաստանի Հանրապետության կառավարությունից ձևակերպվել է, գուցե նաև ակցիայի տեսքով լինի։ Մենք տեղյակ չենք, Երևանը Հայաստանի կառավարությունը ինչ պահանջ է ներկայացրել։ Ձեր կողմից պահանջը։ Մենք չենք պահանջել ոչինչ, մենք խնդրել ենք, որ մեր հարցին լուծում տան եւ էկոնոմիկայի նախարարը, իր տեղակալը Խոջոյանը մեզ ասել են, որ զբաղվում են այդ գործով։ Ըստ տպավորությունը, բայց որ չեն զբաղվում։ Դե միջև հիմա որ ոչ լուծում կա, ոչ որևէ բացատրություն մենք Ես չեմ հանդիպել, ոչ։ Մենք զանգերով խոսել ենք, մեզ ասել են, որ Խոջոյանն է զբաղվում, հետո մենք տեսել ենք հերոստատեսությունը, որ այդ հարցը ազգային ժողովում է, եթե չեմ սխալվում, հնչել է ու նախարարը պատասխանը տվել, ասել է, որ այդ գործով զբաղվում են։ Ի վիճակի է Հայաստանի կառավարությունը այս խնդիրը լուծել։ Ես չգիտեմ, եթե ի վիճակի լիներ, միջև հիմա կլուծեր։